Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ չի պատասխանում հարցին. Թրիփով անցնելիս ադրբեջանցիները հայ սահմանապահներին հանդիպելու են, թե ոչ։ Տեքստը տալիս է ձեր բոլոր հարցերի պատասխանները, ասելով, որ մաքսային, սահմանային ոլորտներում Հայաստանի սուվերեն գործառույթները անքննարկելի են։ Նախօրեին հրապարակված թրիփի գործնական կիրառության հայ-ամերիկյան փաստաթղթում կարդում ենք, որ կներդրվեն թվային գործիքներ, ինչպես ձևակերպված է անխոչնդոտ կապը դյուրացնելու համար։ Ըստ դրա հաճախորդների առերես սպասարկումը, այսինքն շփումը, կիրականացվի մասնավոր ընկերության աշխատակիցների միջոցով, ստուգման համար փաստաթղթերը նրանք են հավաքելու, տարանցման վճարները նույնպես։ Հայաստանցի սահմանապահներն ու մաքսավորները ըստ ընտրված մոդելի, վերջնական որոշումների և ձևակերպումների անվտանգության ստուգման, զննման լիազորություններ կունենան։ Եթե մասնավոր ընկերության օպերատորին ընդունարանում այսպես կոչված ֆրոնտ օֆիսում աշխատելու դերն է վերապահվելու, պետական մարմինների աշխատակիցները գործելու են բեք օֆիսում։ Արդյոք ֆրոնտ օֆիս, բեք օֆիս մոդելի ընտրությունը չի նշանակում, որ հայ մաքսավորներն ու սահմանապահները երկրորդ պլանում են լինելու։ Օրինակ, ինչպես հիմա Զվարթնոցում է, թրիփի վրա հայ սահմանապահները անձամբ ստուգելու են մեկնող ժամանողներին։ Այսօրվա ճեպազրույցում հարցրին վարչապետին։ Փաստաթղթում հստակ նշված է, որ ֆրոնտ օֆիսը կամ ընդունարանը չի որոշումներ կայացնում են Հայաստանի պետական համապատասխան մարմինները, այսինքն բեք օֆիսը։ Զվարթնոց օդանավակայանի կարգավորումները գործում են արդեն շատ երկար ժամանակ եւ դրանից Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հենց Զվարթնոցի հետ կապված կարգավորումներով որևէ կերպ չի տուժել եւ հետեւաբար այն ինչ տեղի ունենում Զվարթնոց օդանավակայանում, նույնը կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ տարածքում եւ դա մեզ համար ընդունելի է։ Հայաստանը մտադիր է ստուգումը դյուրացնելու քայլեր ձեռնարկել, օրինակ բեռները կստուգվեն ընտրողաբար, եթե ռիսկային լինեն, տարանցիկ ռեժիմ կլինի, որը կապահովի կնքված եւ հետագիծ ունեցող բեռների անցումը։ Փաստաթղթերը էլեկտրոնային կներկայացվեն եւ կմշակվեն։ Նաեւ հարևան երկրների հետ, ինչպես գրված է, համակարգված սահմանային կառավարում կիրականացվի։ Այս ամենի կողքին շեշտվում է Հայաստանը պահպանում է լիակատար իրավազորությունը ինքնիշխան տարածքում։ Կառավարության այսօրվա նիստի հենց սկզբում վարչապետը հայտարարեց Ադրբեջանին Սյունիքով անցնող թրիփով անխոչնդոտ անցում տրամադրելու պատրաստակամության մասին։ Տրամադրված եմ եւ միանշանակ գնալու ենք դրան, այդ թվում Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախճեվան ինքնավար հանրապետության միջև անխոչնդոտ հաղորդակցությունը ապահովելու այն սկզբունքներով, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք եւ մեր տրամադրությունն է նա, որ այստեղ էլ մենք պետք է հակամարտության տրամաբանությունից դուրս գանք եւ գանք արդեն նորմալ խաղաղությանը հարիր մթնոլորտի եւ տրամաբանության։ Ալիևը չէր ասում սահմանի վրա պետք է ցուցանակի վրա գրվի Զանգեզուրի միջան։ Ինքը կոնկրետ գործիքակազմեր էր ասում, որոնցից մեկը սահմանի ելքի մուտքին հայ սահմանապահ մաքսավորը չպետք է ստուգեն ադրբեջանական բեռներ ու ուղևորներին եւ այլն։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Գեգամ Մանուկյանը նկատում է, եթե պաշտոնյաները չեն հերքում, որ ադրբեջանցիները հայ սահմանապահի երես չեն տեսնելու, նշանակում է հաստատում են։ Բեք օֆիս, ֆրոնտ օֆիսը ի վերջո ինչ է։ Քանի որ չեն բացատրում ստորագրողները, բայց տողերը կարդալով հասկանալի է, որ գործառույթը սահմանի վրա իրականացնելու են լրիվ մասնավոր կազմակերպություն կամ այլ ազգիներ, կամ այլ մարդիկ, կամ այլ մոլորակայիններ, կամ ռոբոտներ, իբր մեր ինքնիշխանությունը վերդասելու համար ինչ որ մի X տեղ, բայց ոչ անցակետերում հայ պաշտոնյաները կնիք կդնեն կամ օքեյ կսեղմեն, որը ինքնին Ալիևի Ադրբեջանի պահանջը հոպոզով չէր, իրականում այդ պահանջի կատարումն է։ Վարչապետ Փաշինյանի կարծիքով թրիփում երկու երկիր պետք է բաժնետեր լինի՝ Հայաստանն ու Միացյալ Նահանգները։ Գործարկման առաջին 49 տարում ըստ նախնական հայտարարության Հայաստանի բաժնեմասը 26% է լինելու, Միացյալ Նահանգներինը 74%։ Սահմանային մաքսային որը Երեք արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէր տեսնում ոչ Թուրքիայի, ոչ Ռուսաստանի թրիփին մաս կազմելու հեռանկար, բայց ենթակառուցվածքների
հատվածներում ներգրավվածությունը չէր բացառում։ Այսօր վարչապետն ասաց, խնդրել են ռուսական կողմին որոշում կայացնել, արդյոք կարողանում են արագ վերանորոգել երկաթուղու Իջևանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածները։ Եթե ոչ, տարեվերջին հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է դրանք հետ վերցնել ռուսական կառավարումից եւ պետական միջոցներով վերականգնել։ Վարչապետն այդ ժամանակ պատշաճ ժամկետից էր խոսել։ Երեկվա իրադարձությունից հետո պատշաճ ժամկետը հիմա է եւ դա մեր ցանկությունն է, որ դա հիմա արվի, որովհետեւ process-ներ են տեղի ունենում, որոնց մասին նաև կիրազեկվեք եւ այդ process-ները ենթադրում են, որ պետք է դա հնարավորինս արագ անել։ Վարչապետի հայտարարությունից ժամեր անց հայտնի դարձավ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները այսօր Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի վիճակն են ուսումնասիրել։ Երևանի փոխանցմամբ դրա նպատակն է եղել հասկանալ, արդյոք այդ հատվածը պիտանի է, որպեսզի վերականգնման համար հատուկ շինարարական տեխնիկան կարողանա հենց երկաթգծով տարածքին մոտենալ։ Բայց տեղեկությունը փոխանցած տարածքային կառավարման նախարարությունը չի պարզաբանել, ինչ եզրահանգման են եկել կողմերը, արդյոք կա հստակություն երկաթուղու նորոգման հարցում, նաև հայկական թե ռուսական կողմը կիրականացնի դա։